Ողջույն բոլորին, պատկերացրեք մի պահ, պատմության ամենաահռելի եւ կոշտ կայսրություններից մեկը ի վերջո տեղի է տալիս ոչ թե թրի ու զորքի, այլ հացի, հոգատարության եւ մարդկանց միջև աներևակայելի վստահության առաջ։ Այո, հնչում է անհավանական, բայց այսօրվա մեր այս վերլուծության ընթացքում մենք կքանդենք ու կհասկանանք, թե ինչպես վաղ քրիստոնյաները զրոյից կառուցեցին սոցիալական անվտանգության մի այնպիսի գերհզոր ու լիովին ապակենտրոնացված ցանց, որը պարզապես ավելի երկար ապրեց, քան հռոմեական կայսրական հսկայական պետական մեքենան։ Դա իրական պատմություն է, որը հաստատ կփոխի հասարակության կառուցվածքի մասին ձեր պատկերացումները։ Եվ այսպես սա համեր այսօրվա ճանապարհային քարտեզը։ Մենք կխոսենք օրինական բարեգործության պատրանքի, մաքուր կրոնի, տասնյակների ցանցի, ամենօրյա սպասավորության եւ, ի վերջո, որպես կենդանի քարեր բարգավաճելու գաղափարի մասին։ Դե ինչ գնացինք։ Եկեք սկսենք հենց առաջին կետից։ Օրինական բարեգործության պատրանքը եւ թե ինչպես էր աշխատում պետական բարեկեցությունը հնագույն ժամանակներում։ Ուրեմն հասկանալու համար այս ֆենոմենը նախ պետք է հասկանանք, թե ինչ էր ընդունված այն դարաշրջանում։ Հռոմում կային այսպես կոչված անվճար հացի ծրագրեր, բայց եկեք անկեղծ լինենք, այնտեղ անվճար ոչինչ չկար։ Ամեն ինչ հիմնված էր հարկադրանքի վրա։ Պետությունն ուժով վերցնում էր մեկից, որպեսզի տար մյուսին։ Փարիսեցիներն էլ ունեին իրենց տարբերակը, որը կոչվում էր կորբան, մի տեսակ իրավական խորամանկություն, որով մարդիկ իրենց ունեցվածքը ձևականորեն նվիրում էին տաճարին, որպեսզի խուսափեին ծեր ծնողներին պահելու պարտականությունից, բայց շարունակում էին վայելել այդ փողերը։ Եվ գիտեք ինչ, վաղ քրիստոնյաները ուղղակի կտրականապես մերժեցին սա։ Նրանց համար հարկադրական ֆինանսավորումը, երբ ինչ-որ մեկին ստիպում ես բարեգործություն անել, պարզապես ագահության ու կրապաշտության մի ձև էր։ Այդ իսկ պատճառով սա նրանց համար օրինական բարեգործության դատարկ պատրանք էր։ Անցնենք երկրորդ մասին՝ մաքուր կրոն եւ կամավոր օգնություն։ Սա արդեն բոլորովին ուրիշ արմատապես նոր մոտեցում էր։ Տեսեք, երբ այսօր լսում ենք կրոն բառը, անմիջապես պատկերացնում ենք գմբեթներ, մոմեր, ծեսեր ու վերացական փիլիսոփայություն, ճիշտ է, բայց այն ժամանակ մաքուր կրոնը խիստ պրակտիկ, բառացիորեն տնտեսական գործունեություն էր։ Դա նշանակում էր ստեղծել իրական աշխատող սոցիալական ապահովության ցանց, զերծ պետական հրամաններից ու հարկերից։ Ամեն ինչ արվում էր հավասարահավասարին սկզբունքով։ Դու օգնում ես դիմացինիդ ոչ թե նրա համար, որ օրենքն է ստիպում, կամ հարկահավաքն է գլխիդ կանգնած, այլ պարզապես ազատ կամքով։ Մի աշխարհում, որտեղ ամեն ինչ լուծվում էր ուժով, սա պարզապես աննախադեպ ու համարձակ քայլ էր։ Եվ այստեղ գալիս ենք ամենահետաքրքիր մասին՝ տասնյակների ցանցը, կամ թե ինչպես նրանք կարողացան մեծացնել այս կամավոր համակարգի մասշտաբները։ Հիմա դուք հաստատ կհարցնեք. լավ, բայց ինչպես կառավարել հազարավոր մարդկանց առանց կենտրոնական իշխանության, առանց նախարարների, նրանց լուծումը հանջարեղ էր։ Մի բան, որն այսօր մենք գուցե անվանեինք ապակենտրոնացված բլոկչեյն ցանց։ Մոտ 10 ընտանիք միանում էր իրար որպես մի փոքր ինքնավար խումբ։ Այդ տասնյակները ընտրում էին ներկայացուցիչներ, կապվելով ուրիշ տասնյակների հետ, ստեղծելով հարյուրյակներ, հետո հազարյակներ։ Չկար մեկը, ով վերևից կհրամայեր բոլորին։ Ամեն ինչ կառուցված էր ներքևից վերև, մարդկային վստահության եւ անձնական ճանաչողության վրա։ Այսպես ձևավորվեց մի գլոբալ ցանց, որը գործում էր կայծակնային արագությամբ։ Որպեսզի հասկանանք, թե ինչպես էր սա աշխատում իրական կյանքում, եկեք նայենք այս թվերին։ Մեր թվարկության 44 թվականն է։ Երուսաղեմում սկսվում է սարսափելի սով։ Պատկերացրեք, ոչ համացանց կա, ոչ հեռագիր, ոչ էլ բեռնատարներ։ Բայց այս կամավոր ցանցն այնքան հզոր էր, որ հազարավոր կիլոմետրեր հեռու գտնվող համայնքները անմիջապես իմացան խնդրի մասին։ Նրանք սկսեցին ռեսուրսներ հավաքել եւ ֆիզիկապես ուղարկել սովյալներին։ Այս ապակենտրոնացված միջազգային օպերացիան տևեց ամբողջ 4 տարի, փրկելով անթիվ կյանքեր, ամբողջապես շրջանցելով հռոմեական պետական ապարատին։ Ուղղակի ապշեցուցիչ է, չէ՞։ Բաժին 4. Ամենօրյա սպասավորությունը։ Ինչպես էր ամեն օր կառավարվում այս հսկայական անվտանգության ցանցը։ Սա ինչ-որ վերացական գաղափար չէր, սա ծանր ամենօրյա գործնական աշխատանք էր։ Այն իրականացնում էր էկլեսիան։ Այսօր մենք էկլեսիա բառը թարգմանում ենք որպես եկեղեցի ու պատկերացնում ենք շենքեր, բայց իրականում դա հին հունարեն նշանակում էր կանչվածների ժողով, հանրային ծառայողներ։ Այդ մարդիկ պարզապես բեմից քարոզողներ չէին։ Նրանք, կարելի է ասել, նախագծերի կառավարիչներ էին, լոգիստիկայի մասնագետներ, ովքեր վարում էին հաշվառում, թե որ ընտանիքն ունի սննդի կարիք ու համակարգում էին բաշխումը ամեն Աստծո օր։ Եվ այստեղ է թաքնված ամենագլխավոր տարբերությունը։ Քաղաքացիական իշխանությունները միշտ ունեն ուժ, եթե հարկ չես վճարում, քեզ կպատժեն, բայց էկլեսիայի սպասավորներին խստիվ արգելված էր ունենալ որևէ իշխանություն մարդկանց վրա։
Նրանց ասվել էր, ձեր մեջ այդպես չպետք է լինի։ Նրանք չէին կարող զորով փող խլել, նրանք զուտ հանրային ծառայողներ էին, որոնք հեշտացնում էին մարդկանց կամավոր, սիրով տված նվիրատվությունների տեղաշարժը։ Նրանց միակ զենքը ժողովրդի վստահությունն էր։ Հասանք իմ ամենասիրելի ու ամենահեղափոխական մասին՝ Էվխարիստիային։ Այսօր հաղորդությունը պատկերացնում ենք որպես փոքրիկ նշխարք եւ մի կում գինի կիրակնորյա ծեսի ժամանակ, չէ՞, բայց այն ժամանակ դա բառացիորեն գոհաբանության մեծ սեղան էր։ Սա իսկական սննդի ու ռեսուրսների ամենօրյա վերաբաշխում էր տնից տուն։ Մարդիկ հավաքվում էին, բերում էին իրենց ունեցածը եւ կիսվում իրար հետ, ֆիզիկապես ապահովելով միմյանց կենսագոյությունը։ Դա պարզապես ծես չէր, դա գոյատևման տնտեսական մոդել էր։ Եվ վերջապես մոտենում ենք մեր վերջին կետին՝ բարգավաճում որպես կենդանի քարեր, դիմակայելով կայսրությանը։ Տեքստերում մի հիանալի փոխաբերություն կա։ Համայնքը նկարագրվում է որպես կենդանի քարերից կառուցված տաճար։ Տեսեք, սովորական տաճարները կառուցվում են մեռած քարերից, որոնք պահվում են ցեմենտի ու շաղախի միջոցով։ Շաղախը տվյալ դեպքում պետական պարտադրանքն ու հարկադրանքն է։ Բայց այս նոր տաճարը կառուցված էր կենդանի մարդկանցից, եւ նրանց իրար պահող միակ ուժը ազատությունն ու սերն էր։ Սա աներևակայելի ամուր մի կառույց էր ստեղծում։ Ու արդյունքը պարզապես ֆանտաստիկ էր ու պատմականորեն անառարկելի։ Երբ հռոմեական կայսրությունը իր ողջ զորությամբ, հարկերով ու բռնությամբ սկսեց ճաքեր տալ ու ի վերջո փլուզվեց սեփական ծանրության ու կոռուպցիայի տակ, այս անպաշտպան կամավոր ցանցը ոչ միայն վերապրեց, այլև ծաղկեց ու ընդլայնվեց։ Դա վառ ապացույց էր, որ կամավորության, ազատության եւ սիրո վրա հիմնված համակարգը շատ ավելի ճկուն ու կենսունակ է, քան սրի վրա կառուցված ցանկացած կայսրություն։ Այնպես որ մի մեծ ու բաց հարց է առաջանում. ըստ ձեզ կարող է նման կամավոր, ապակենտրոնացված համակարգը գործել հենց այսօր ու դիմանալ ավելի երկար, քան մեր ժամանակակից հսկա պետություններն ու կառույցները։ Խնդրում եմ լրջորեն մտածեք այս մասին։ Եթե ձեզ դուր եկավ այս վերլուծությունը եւ գտաք այն օգտակար, անպայման հավանեք այն, բաժանորդագրվեք մեր ալիքին, թողեք ձեր մտքերը մեկնաբանություններում եւ կիսվեք ընկերների հետ։ Եվ իհարկե միացեք Աստծո թագավորությունը փնտրողների կենթանի ցանցին։ Համապատասխան հղումը կարող է գտնել հենց այս նյութի նկարագրության մեջ։ Առայժմ կհանդիպենք շուտով։